Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսել շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին արդեն ուսումնասիրում ենք երրորդ երգի առաջին գլուխը։ Թեման դեռ չենք սկսել եւ այդ պատճառով նախաբանի կարիք դեռ չկա եւ ես ուրեմն կարդամ այսօրվա մեր տեքստերը եւ մենք շարունակենք քննարկումը։ Կներեք։ Շիսուտը Գոսվամին ասաց. Մեծ իմաստուն Շուկադևը Գոսվամին, ով տիրապետում էր լայնածավալ գիտելիքի, գոհ էր թագավորի հարցումներից։ Պատասխանելով նրան նա ասաց. «Ուշադիր լսիր այն ամենը, ինչ ես քեզ ասելու եմ»։ Շուկադևը Գոսվամին ասաց. «Կուրացած լինելով իր անազնիվ որդիների ապագան ապահովելու մեղավոր ցանկությունից, Դրիտարաշտրան թագավորը որոշեց սպանել իր որբ եղբոր-որդիներին, պանդավներին, և նրանց խեժին տանը բնակեցնելուց հետո նա այրեց այն։ Թագավորը չխոչընդոտեց իր որդու Դուշասանայի նողկալի արարքին, երբ նա բռնեց բարեպաշտ թագավոր Յուդհիշթիրայի կնոջ Դրաուպադիի մազերից, թեև արցունքները հոսում էին նրա աչքերից, արվակների պես մաքրելով նրա կրծքի կարմիր կունկուման։ Յուդհիշթիրան, ով ի ծնե թշնամի չուներ, պարտվեց Զառախաղում, քանի որ նրա հակառակորդները դիմել էին խաբեության։ Այնուամենայնիվ, հավատարիմ լինելով ճշմարտության իր երդմանը, նա հեռացավ անտառ։ Երբ նշանակված ժամանակ Յուդհիշթիրան վերադարձավ և խնդրեց վերադարձնել թագավորության իր օրինական բաժինը, Դրիտարաշտրան, ով տարված էր պատրանքով, մերժեց նրա խնդրանքը։ Եվ այսպես, ինչպես տեսնում ենք, Շուկադևը Գոսվամին ինքը հիմա, որպեսզի անդրադառնա Վիդուրային, նորից մի թեթև այսպես տեքստերով հիշեցնում է այն ամենը, ինչ որ ինքը մինչև այս պահը պատմել էր։ Սա նշանակում է, որ իրականում Շուկադևը Գոսվամին այս պահին ուզում է, որպեսզի մենք նույնպես մի թեթև վերհիշենք, թե ինչ ենք անցել առաջի երգում։ Այնպես որ այսօր երևի թե մեր հանդիպումը կլինի մի փոքրիկ կրկնողություն մեր անցյալ անցածներից։ Ամենասկզբում ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ մենք խոսել ենք արդեն նրա մասին, որ կներեք անջատեմ, որ չլանգարի, ուրեմն մենք խոսել ենք նրա մասին, որ Բաղավատամը դա պերսոնալիստական սուրբ գրվածք է, այսինքն արիացիների սուրբ գրվածքները իրենք բաղկացած են 4 մասից, 4 թեմաներից, այդ թեմաների մեջ նույնպես դա ընդամենը մի սուրբ գրվածք չի, այլ կան բազմաթիվ գրվածքներ, որոնք նախատեսված են այդ փուլը ճիշտ անցնելու համար, եւ ուրեմն վեդաները, 4 հանրահայտ վեդաները, որոնք իրենք ներկայացնում են զոհագործություններ կատարելու արվեստը, կիսաստվածների հետ կապվելու արվեստը, որի շնորհիվ անձնավորությունը ինքը առաջի կապն է հաստատում Գերագույն Աստծո անձնավորության հետ, կապելով իր հետ գործողությունները։ Այսինքն, իր սրտում ինքը մնում է նույն նյութական աշխարհում ապրող կենդանի էակ։ Ինքը նույնպես, ինչպես եւ ասենք աթեիստները կամ նյութապաշտները, նույնպես ուզում է լինել նյութական աշխարհում պաշտպանված, լինել առողջ, հաջողակ, երկարակյաց, բարգավաճ, իմաստուն, ուժեղ եւ եթե դրա հետ մեկտեղ բան է անում, ուզում է հաճելի լինել Գերագույն Աստծո անձնավորությանը, ապա առաքինի։
Այսինքն առաքինությունը դա պայմանն է, որի դիմաց Գերագույն Աստվածավորությունը շնորհում է մնացած ամեն ինչը, հա, եւ թե ինչպես ճիշտ կատարել զոհագործությունները, ուրեմն նկարագրված է 4 վեդաներում, որտեղ իրականում դա գրվածք է, որը ինքը նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են կրոնը շահագործել նյութական ցանկությունները կամ նյութական կյանքը կարգավորելու համար կամ նյութական ցանկությունները կատարելու համար։ Հիմա երկրորդը դրանք սուրբ գրվածքներն են, որոնք իրենք նախատեսված են ազատագրման համար։ Այսինքն նրանք նախատեսված են այն կենդանիակների համար, ովքեր որ ուզում են զարգացնել իրական իմաստություն, իսկ դա նշանակում է, որ իրենք հոգեբանորեն արդեն պատրաստ են խորասուզվել իրենց ներքին աշխարհը։ Խորասուզվել իրենց ներքին աշխարհը, աշխատել իրենց կապվածությունների եւ ատելությունների հետ, եթե առաջի փուլում կենդանիակը ինքը այդպիսի նպատակ չունի ազատվել կապվածություններից եւ ատելություններից, թշնամանքից, ինքը առաջի քայլով նպատակ ունի բերել այդ կապվածությունները եւ թշնամանքը բանի արդարության դաշտ։ Այսինքն բարյացակամ վերաբերվել բոլոր առաքինի կենդանիակներին, հա, եւ այսպես անհանդուրժողական, որ իրականում այդտեղ թշնամանք չկա, եւ անհանդուրժողական վերաբերվել արատավոր անձնավորությունների, որոնք իրենք տառապանք եւ դաժանություն են բերում այս աշխարհ։ Երկրորդ քայլով կենդանիակը արդեն ոչ թե նույն երևույթը Այ կներեք, հիմա ես չգիտեմ ինչ անեմ, ներողություն եմ խնդրում, բայց սա գիտե երկար կտևի, ես ստիպված կլինեմ, հա, ուրեմն, և այդեղ սուրբ գրվածքները իրենք նախատեսված են նրա համար, որպեսզի կենդանիակը ինքը զարգացնի իմաստություն, այսինքն արդեն ոչ թե փորձի եղածը ճիշտ օգտագործել, այսինքն կապվածությունները եւ անհանդուրժողականությունը, հա, այլ ազատվել, ընդհանրապես ազատվել նյութական աշխարհում ապրող կենդանիակների հանդեպ որևիցե զգացում ունենալուց, հա, եւ դրա համար նախատեսված են ուպանիշադները։ Այդ գրվածքները իրանք նույնպես բազմազան են, մի գրվածք չի, հա, Եվ ուրեմն վերջում Շրի Ուպանիշադում նկարագրվում է անցումային ուրեմն փուլը, երբ որ այդտեղ արդեն ազնվորությունը ինքը այդ աղոթքն է մատուցում, որտեղ տեքստեր է ասում, որ խնդրում եմ այն կողմ տար այս փայլը, որպեսզի ես կարողանամ տեսնել քո ժպտադեմ դեմքը։ Եվ ուրեմն, սիրելիներս, հաջորդ քայլով կենդանիակը ինքը արդեն համոզվելով, հասկանալով Գերագույն Աստծո ազնվորությանը, հասկանալով թե ինչպիսի կառուցվածք ունի նյութական աշխարհը, հասկանալով, որ ինքը կենդանիակը դա ունի հավերժ բնություն, հա, ուրեմն այս ամեն ինչը հասկանալով ազնվորությունը ինքը բան է անում էլի, արդեն գնում է դեպի իրականացում այն ամենի, ինչ որ ինքը հասկացել է, չէ՞, եւ այդտեղ արդեն մտնում է այն, ինչ որ մենք սովորաբար կոչում ենք յոգա, չէ՞, եւ այդ մեդիտացիոն յոգայի մեջ ազնվորությունը ինքը հենվում է Պուրանաների վրա։ Հենվում է Պուրանաների վրա Եվ ուրեմն իրականացում է ապրում, իրականացնում է գերհոգուն, իրականացնում է ինքը իր հոգու արդեն անհատականություն լինելը, բայց դեռ չի գիտակցում լիարժեք իր հոգևոր մարմինը։ Այստեղ ուրեմն սիրելիներս այսպիսի երևույթ է տեղի ունենում, որ ազնվորությունը ինքը տեսնելով գերհոգուն լցվում է իր հանդեպ ինչ-որ զգացմունքներով, բայց դեռ չի կարողանում հասկանալ, արդյոք ինքը իրավունք ունի զգալ այն ամենը, ինչ որ այդ պահին զգում է, երբ որ տեսնում է Գերագույն Աստծո ազնվորության
ճգնախ կերպարանքը եւ նայում է նրա այդ ժպտադեմ դեմքին, որտեղ անմիջապես ակնհայտ է դառնում, չէ՞ որ իրականում Գերագույն Աստվածնավորությունը ինքը բարյացակամ, այսպես բան սիրով լի ազնվորություն է եւ նրա հետ հարաբերությունները խոսք են տալիս միայն երանություն։ Եվ ուրեմն հասնելով դրան, Գերագույն Աստվածնավորությունը այդտեղ կենդանիակին կոպիտ ասած հասկացնել է տալիս, որ իրականում ինքը լրիվ պատրաստ է հարաբերությունների եւ ինչպիսին է որ ինքը դուր է գալիս ազնվորությանը, այդպիսին էլ ինքը կներկայանա նրան եւ իրենք ուրեմն կկառուցեն հարաբերություններ։ Եվ այս իմաստով Շիմեդ Բhagavatam-ը ինքը ուրեմն այն գրվածքն է, որը լուծում է հենց այդ խնդիրը, այսինքն այն գրվածքը, որը մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք, դա արդեն արիացիների այն գրվածքն է, որը աշխատում է կենդանիակի եւ Գերագույն Աստվածնավորության հարաբերությունները վերականգնելու ուրեմն process-ի հետ։ Մենք ձեզ հետ խոսել ենք դրա մասին, որ Բhagavatam-ը ինքը ունի առնվազն 3 շերտ։ Առաջինը դա ակնհայտ շերտն է, ինֆորմացիոն, երբ որ մենք ուղղակի կարդում ենք Բhagavatam-ը եւ տեղեկանում ենք, թե այդտեղ ինչպիսի իրադարձություններ են նկարագրված, ինչպիսի փիլիսոփայություն է ներկայացված եւ այլն եւ այլն։ Այսինքն դա ինֆորմացիոն շերտն է։ Երկրորդ շերտը Բhagavatam-ի դա նրա սիմվոլիկան է։ Սիմվոլիկան է, որի շնորհիվ մենք կարողանում ենք հասկանալ, թե հոգևոր կյանքում, այսինքն Աստծո հետ հարաբերությունները վերականգնելու ճանապարհին կենդանիակը ինչպիսի սրտի արատները պիտի մաքրվի, ինչպիսի սրտի արատներից պիտի մաքրվի։ Հաջորդ քայլով, ուրեմն հաջորդ շերտը, երրորդը առնվազն դա արդեն համտեսելու Բhagavatam-ն է, դա այդ շերտի մեջ ազնվորությունը մտնում է, երբ որ արդեն բացարձակապես ազատվել է նյութական զգացմունքներից եւ հաստատվել է հոգեվոր զգացմունքների մեջ, այդտեղ այդ փուլում ազնվորությունը ինքը ուրեմն արդեն բոլոր նկարագրություններում ոչ թե իմաստ է ման գալիս, ոչ թե ուղղակի կարդում է իրադարձություններ, այլ հասկանում է նրա հոգևոր ուրեմն հարաբերությունների իմաստը եւ կարողանում է համտեսել, թե ինչքան քաղցր են Գերագույն Աստվածնավորության հետ հարաբերությունները։ Մենք ձեզ հետ քննարկում ենք առաջի երկու շերտը, այսինքն մի կողմից ես անմիջապես կարդում եմ տեքստերը, երբեք այդպես չի լինում, որպեսզի մենք օրիգինալ տեքստը չունենանք։ Ես կարդում եմ ձեզ համար օրիգինալ տեքստը, եւ հետո մենք ձեզ հետ քննարկում ենք հենց այդ տեսանկյունից, թե ասենք այդ պատմությունը կամ այդ ազնվորությունը դա ինչ է իմաստավորում Իրանից, չէ, եւ այդպիսով կարողանում ենք հասկանալ, թե ինչ սրտի արատներ են խանգարում, որպեսզի կենդանիակը ինքը կարողանա դուրս գա նյութական աշխարհից, կարողանա տեսնել Աստծուն, կարողանա տեսնել հոգևոր աշխարհը, կարողանա գիտակցել իր տեղը ու դիրքը այդ աշխարհում եւ այլն, չէ։ Եվ դա իրականում բավականին մեծ process է։ Մենք արդեն մի տարի մի քիչ ավել է, որ քննարկում ենք Բhagavatam-ը, Աստծո ողորմածությամբ արդեն 3-րդ երկն ենք սկսել, այնպես որ ես հույսով եմ, որ արագ թեմպերով առաջ կգնանք եւ ավելի շուտ կվերջացնենք, քան ես դա արել եմ ընդհանրապես արդեն իմ աշակերտների հետ, որտեղ այնտեղ ամեն ինչը տևել է 14 տարի։ Հիմա տեսեք, ուրեմն սիրելիներս, եւ հիմա Շուկադևը Գոսվամին, այսինքն մենք տեսանք, որ Շուկադևը Գոսվամին ինքը ասեց, ես հիմա քեզ կներկայացնեմ ժամանակի հետ կապված խնդիրը, բաները, հարցերը, այդտեղ ուրեմն իրեն ընդհատեց Սուտա Գոսվամին ընդհատեց շարունական, ինքը ասեց, բայց դու այնտեղ ասեցիր, որ Վիդուրան գնաց եւ չշարունակեցիր։ Մենք ձեզ հետ խոսեցինք դրա մասին, որ իրականում այդ քայլով Շուկադևը շարունակարիշին ինքը ցույց է տալիս, որ ուրեմն որ այդ
տիեզերքի կառուցվածքի հետ կապված խնդիրները այդտեղ հավաքված իմաստուններին ոչ թե այդքան էլ չեն հետաքրքրում, այլ իրանք իրականում շատ խոշոր իմաստուններ են եւ իրանք այդ ամեն ինչից տեղյակ են։ Հա, դրա համար իրենց համար շատ ավելի կարևոր էր լսել, թե Գերագույն Աստծո ազնվորությունը ինչի համար էր հայտնվել, որովհետեւ եթե մենք հասկանում ենք ով է ընդհանրապես Գերագույն Աստծո ազնվորությունը, չէ, դա անմիջապես ուրեմն շատ լուրջ տրամադրվածություն է, չէ, առաջացնում նրա հանդեպ, որ այդ նորության հանդեպ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը եկել էր մեր մոլորակ։ Ասենք օրինակ, ասենք, եթե մենք նույնիսկ 5000 տարի հետո մտածում ենք նրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը մեր մոլորակի վրա է եղել, դա արդեն իրականում ցնցող նորություն է, չէ՞։ Բայց դուք պատկերացրեք, թե ինչ էին զգում այն ազնվորությունները, որոնք այդ պահին արական քաղաքակրթության մեջ էին, իմաստուն էին եւ գիտակցում էին, որ նա ով իրանց առաջի բականգնած է, դա Գերագույն Աստծո ազնվորությունն է։ Հասկանում եք։ Ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, որ սա շատ կարևոր իրադարձություն էր եւ մենք տեսանք, որ լսողը ինքը տանում է եւ շարունական եւ Պարիքշիտ Մահարաջը, որտեղ մենք այդ երկուսի բան չէ, զրույցն ենք, չէ, ուսումնասիրում։ Եւ Պարիքշիտ Մահարաջը եւ Շուկադեվը կներեք եւ շարունակը Ռիշին իրանք տանում են այն ուղղությամբ, որ մեզ ներկայացրու պերսոնալիզմը, հա, ինքը մաքուր նվիրալ էր։ Պարիքշիտը մաքուր նվիրալ էր։ Իր հետ ինչ-որ մի արտասովոր բան կատարվեց, չէ, կամ Վիդուրան, ինքը նվիրալ էր ու ինքն էլ ինչ-որ մի հատ արտասովոր քայլ կատարեց։ Մեզ համար ավելի հետաքրքիր է հասկանալ հոգևոր պահվածքի հոգեբանությունը, քան թե փիլիսոփայությունը, որտեղ մենք պայմանավորվեցինք, որ փիլիսոփայության հետ իրանք քաջատեղյակ էին։ Թեկուզ Շուկադեվը Գոսվամին ինքը կպնդի իր նպատակը եւ անպայման փիլիսոփայությունը կներկայացնի հենց այստեղ երրորդ երգում։ Եվ տեսեք ուրեմն, այսինքն ինչի մասին է խոսքը, չէ՞։ Շուկադեվը Գոսվամին ինքը միևնույն է կմնա այդ ուրեմն համոզմունքի մեջ, որ այդ թեմաները իրենք պետք է քննարկվեն։ Ինչու՞։ Որովհետեւ ինքը այն կարգի նվիրալ է, որը պարզ գիտակցում է, որ այս պահին ինքը կատարում է Գերագույն Աստծո ազնվորության ցանկությունը եւ այդ ցանկությունը ինքը նրանում է, որպեսի աստվածամեժության դարաշրջանում ապրող կենդանիները ստանան արիական գաղափարախոսության ուրեմն գանձը եւ առանց փիլիսոփայությունը քննարկելու այդ գանձը ինքը հիմք չունեցող է լինելու։ Այսինքն ազնվորությունը ինքը հոգևոր մարդը ինքը առաջին հերթին պետք է շատ լուրջ ուսումնասիրի փիլիսոփայությունը։ Մենք քննարկում ենք իթեթև Բhagavad Gita-ն իրականում, ես ավելի լուրջ Bhagavad Gita-ն քննարկել եմ իհարկե գրքում, որովհետև այսպես կենդանի խոսքի մեջ միշտ կան ինչ-որ արդիական խնդիրներ, որոնք ասենք հենց այս պահին ինչ-որ բան է տեղի ունենում եւ այդ պահին ոնց որ կոպիտ ասած Աստված խոսեցնի այդ թեմաների շուրջ, չէ՞, եւ ասենք միշտ այսպես էլի, խոսքի ընթացքում երբեք չի լինում այնպես, որ դու կարողանաս լիարժեք տեքստը ներկայացնես, բայց երբ որ դու հանգիստ նստած գրանցում ես գիտելիքը, այդ ժամանակ իհարկե դու այդտեղ արդեն այնպիսի մեկնություններ ես անում, որ ամենայն դեպս ես միշտ աշխատում եմ տեքստը բացել այնքան, ինչքան որ դա հնարավոր է։ Այսինքն վերցնելով առանձին ամեն մի բառը, այդ հասկանալով բառի իմաստը, հետո այդ բոլոր բառերը կապելով իրար, որպեսզի հասկացվի տեքստի իմաստը, հետո կապում ենք տեքստը նախորդ տեքստերի հետ, չէ, եւ ընդհանուր առմամբ երբեք թելը չենք կորցնում, թե ինչ ուղղությամբ է տանում բանը Տեր Շի Կրիշնան ինքը Բhagavad Gita-ի փիլիսոփայությունը, որովհետև իրականում առանց փիլիսոփայությունը հասկանալու, սիրելիներս, չէ, հնարավոր չի հասկանալ հոգևոր հոգեբանությունը։
Մենք պետք է փիլիսոփայությունը հասկանանք։ Եվ հիմա այստեղ զուգահեռ Բhagavad Gita-ին Շուկադևը Գոսվամին ինքը կմտնի այդ Վիդուրայի եւ Մայտրեյայի խոսակցության մեջ, որտեղ Մայտրեյան ինքը կներկայացնի ընդհանրապես տիեզերքի արարչագործության հետ կապված բոլոր հարցերը։ Եվ մենք էլ այդ ընթացքում ինչ-որ մանրամասներ կքննարկենք, որտեղ իրականում, ասենք այդպես գլոբալ, մենք այդ թեման արդեն քննարկել ենք։ Եվ ուրեմն, ինչպես տեսանք, Շուկադևը Գոսվամին ինքը վերադարձավ Դրիտարաշտրայի եւ նրա որդիների եւ պանդավների, ուրեմն կոնֆլիկտին։ Մենք արդեն, այսինքն մենք պիտի վերհիշենք, ով էր Դրիտարաշտրան։ Դրիտարաշտրան ինքը հոգևոր տեսանկյունից կույր հոգու, ուրեմն մարմնավորումն է։ Աստվածամերժության դարաշրջանում այդպիսին են, մարդկության, կարելի ասել, 85%-ը, եթե նույնիսկ իրենք համարում են իրենց ներգրավված կրոնականության մեջ։ Բացառություն է կազմում հիմա այն դարաշրջանը, որում մենք հիմա ենք ապրում, որովհետև հիմա շատ մեծ քանակությամբ կան հոգևորով հետաքրքրվող անձնավորություններ, իրանցից ոմանք, մենք արդեն այդ թեմաներով շատ ենք խոսացել, որ աստվածամերժության դարաշրջանում կրոնը ինքը մասնատված է մասերի, չէ, եւ այդ ընդհանուր աստիճանի գաղաբանը, ընկալումը բոլորի մոտ վերացված է եւ ամեն մեկը ուղղակի պնդում է իր ճանապարհի եզակիության վրա, որպես այսպես էլի, որպես մի ճանապարհ, որը ինքը իրանով կատարյալ է, բայց իրականում դա այդպես չի, մենք դες հետ կամաց ուղղակիորեն տեքստեր կհանդիպենք, որտեղ արիացիները իրենք կներկայացնեն, թե իրականությունը ինքը ինչպիսին է, եւ այստեղ ուրեմն պետք է որ հասկանանք, թե հիմա ինչի մասին է խոսքը, հոգևոր տեսանկյունից կույր անձնավորությունը։ Մենք խոսել ենք դրա մասին արդեն, որ աստվածամերժության դարաշրջանի նախաշեմին, ուրեմն Դուրյոդհանը, գերագույն աստծո անձնավորությունը, ինքը կազմակերպեց այնպես, որ արիական քաղաքակրթությունը ինքը հայտնվեց բանի շեմին, ասեք, փլուզմա շեմին, որովհետև քաղաքակրթությունը զավթեցին առաջին հերթին հոգևոր տեսանկյունից կույր անձնավորությունը։ Եթե հիշում եք, մենք այն ժամանակ քննարկեցինք, թե ինչպես ծնվեցին այդ երեք եղբայրները՝ Դրիտարաշտրան, Պանդուն եւ ուրեմն Վիդուրան։ Մենք երեք մի քիչ մի վերհիշեցինք Վիդուրայի պատմությունը, չէ՞։ Եվ պետք է չմոռանանք, որ Վիդուրան ինքը իրականում դա ուրեմն մահվան կիսաստվածն է, որը ինքը անեծք էր ստացել։ Ինքը անեծք էր ստացել եւ մենք դες հետ երեք մի քիչ քննարկեցինք, թե իրականում այդ անեծքը ինչպես էր ձևավորվել, ինչ նպատակով էր ձևավորվել, որովհետեւ անեծքի հետևանքը չի կարող լինել գերագույն աստծո անձնավորության խաղերի մեջ ծնվելը։ Եթե Վիդուրան ինքը ստանալով այդ անեծքը ծնվեց գերագույն աստծո անձնավորության խաղերի մեջ, դա նշանակում է, որ ինքը իր սրտում ցանկություն է ունեցել ծառայել գերագույն աստծո անձնավորությանը անձամբ, երբ ինքը կգա, եւ գերագույն աստծո անձնավորությունը իր համար դեր է նախասահմանել այդ խաղերի մեջ։ Եվ Վիդուրան ինքը այդ անեծքի տեսքով խոնարհ ընդունել է այդ դերը եւ միջև վերջ մաքուր սրտով ծառայել գերագույն աստծո անձնավորությանը։ Այսինքն մենք այստեղ մի հատ շատ կարևոր կարծրատիպ պիտի կոտրենք, որը աշխարհին հրամցնում են թողիցներ են բոլորը, բայց քրիստոնյաները, չէ՞։ Որտեղ խոսվում է նրա մասին, որ գերագույն աստծո անձնավորությունը ինքը ընդամենը մեկ անգամ է այդպես վարվել, ուղարկել է այստեղ իր միակ որդուն, որ զոհաբերել է այդ որդուն, որպեսզի որդին ինքը վառի բոլոր նյութական աշխարհում ապրող կամ մեր մոլորակի վրա ապրող ուրեմն մարդկանց բոլոր մեղքերը։
իրականում Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը անթիվ անհամար մաքուր նվիրալներ ունի, որոնք մշտական գալիս են նյութական աշխարհ եւ եթե մենք նույնիսկ մարդկության մասին խոսենք, մարդկության պատմության տեսանկյունից, այսպես մշտական ուրեմն տանում են զարգացնում են մարդկությունը, պահպանելով կրոնականության ճանապարհը։ Եվ ուրեմն տեսեք դրիտ առաջտրան ինքը ծնվեց այս համակցությունից։ Կար Վյասադևան, որը իրանց հայրն էր, որը ինքը հոգևոր գիտելիքի գրանցողն էր։ Եթե մենք հիշում ենք, Վյասադևան մենք գլուխ ունեցանք, որտեղ Վյասադևան ինքը նստած Սարասվատի գետի ափին, այսինքն գիտելիքի աստվածուհու գետի ափին, նստած գրանցում էր Բhagavatam սուրբ գրվածքները արիացիների, չէ՞։ Ուրեմն այդ Վյասադևան, որը ինքը տրանսցենդենտալ գիտելիքի մարմնավորումն է, այսպես ասենք, էլի մի ուրիշ ձևով, եւ բացարձակ հրաժարված անձնավորություն է։ Իր մայրը եկավ իրան խնդրեց, ասեց, որ այն երկու տղաներս մահացել են, թագը մնացել է, թագը չէ, տրոն։ Յոպե կդարեք։ Գահը, հա։ Ուրեմն գահը մնացել է դատարկ եւ ես խնդրում եմ, որ դու գաս եւ հարսերիս երեխաներ պարգևես, չէ՞։ Եվ Վյասադևան, որը ինքը հրաժարումն էր, իսկ հրաժարումը ինքը նյութական աշխարհի ապրողների համար ունի սարսափելի տեսք, որովհետեւ նյութական աշխարհում ապրում են նյութական աշխարհին կապված կենդանի էակները, չէ՞, որոնք իրենք ուզում են այստեղ հնարավորություն ունենալ թշնամանք տածել իրար հանդեպ եւ էգոիստական կրքերը բավարարել այս աշխարհում։ Սա երկու ձգտումներ են, որոնք հնարավոր չի իրականացնել հոգևոր աշխարհում։ Եվ երբ որ կենդանիակը ինքը այդ ցանկություններն է ունենում, Գերագույն Աստծո անձնավորությունը նախատեսել է այդ ցանկությունները իրականացնելու համար նյութական աշխարհը։ Ինչու՞։ Որովհետև նրանք, ովքեր որ հենված են մաքուր սիրո վրա հոգևոր աշխարհում, իրանք արժանի չեն նրան, որպիսի էգոիստները, թշնամանք ունեցողները, նախանձ զգացողները եւ ուրեմն տաները դրա հետևանքով դաժան արարքների պատրաստ կենդանիակները, նո, այսպես ասենք, էլի, հարամեն հոգևոր աշխարհի ապրող կենդանիակների կյանքը։ Դրա համար ինքը հավաքում է այդ բոլոր նմանատիպ նախանձ կենդանիակներին ու արկում է նյութական աշխարհ, ասում է դուք համարում եք, որ իրավունք ունեք ատել, որ իրավունք ունեք նախանձել, հա, ինչ-որ մեկի դիրքին եւ այլն եւ այլն, ուրեմն այ իրար նմաններով գնացեք, ստեղծեք ձեր աշխարհը եւ տեսեք ինչ է ստացվում։ Ես կազմակերպել եմ հոգևոր աշխարհում բոլորը իրանց երանության մեջ, իրանց ակտիվ կյանքով, էմոցիաներով, կապվածություններով, ասենք, տարբեր տեսակի հարաբերությունների մեջ շատ ակտիվ, սա է արիացիների գիտելիքը հոգևոր աշխարհի մասին, հա, եւ մենք հասկանում ենք, որ այդ ամեն ինչը ծածկել են եւ դուռը փակել եւ դարձրել են բան, էլի, անհասանելի հոգևոր մարդկանց համար հենց աստվածամերժերը։ Ես դա միշտ ասում եմ, ասել եմ եւ ասելու եմ։ Աստվածամերժության դարաշրջանում աստվածամերժերը մտնում են կրոնականության դաշտ, խորամանկ աստվածամերժերը մտնում են կրոնականության դաշտ, ձևացնում են, որ իրենք կրոնականներ են, ստեղծում են ուրեմն բան, կարգավորված կրոն, այսինքն այդ պաշտոնների մեջ ուրեմն ներգրավված կրոն, որը իրականում է դա բացարձակ սխալ երևույթ է կրոնի համար, հոգևոր կյանքի համար, հա, եւ ուրեմն եւ կորցնում են ընդհանրապես Աստծո մասին գիտելիքը։ Եվ մարդկությունը ինքը այսպես դուրս չի նկատում, որ իրականում ինքը հետևում է մի գաղափարախոսության, որտեղ Աստծո մասին, հոգու մասին ոչ մի գիտելիք չկա իրականում։ Հասկանում եք։
Ես կարծում եմ, որ միակ անձնավորությունը, որը հստակ խոսել է այդ թեմաներով, եղել է Հիսուսը, բայց այն ամենը, ինչ որ ինքը ասել է այդ թեմաներով, գտնվում է Վատիկանի գրադարանի, ուրեմն պատվավներում։ Ես այդպիսի կարծիք ունեմ, կարելի է ինձ հետ չհամաձայնել։ Ուրեմն տեսեք սիրելիներս, չէ՞, հիմա մենք կարողանում ենք հասկանալ, չէ՞, որ հիմա այդ գահը մնացել է դատարկ եւ խնդիր կա։ Եվ այդ հրաժարման կերպարը, չէ, ինքը նյութական աշխարհում ապրող կենդանիակ ինքը չի սիրում, որովհետեւ ինքը կապված է այս աշխարհին եւ փորձում է իրականացնել իր նախանձը եւ փառասիրությունը։ Այսինքն, ինքը նախանձում է նրանց, ով իրանից ավելի բարձր դիրք ունի, հա, եւ համարում է, որ ինքը արժանի է, որպեսզի որտեղ էլ ինքը բանանի, հայտնվի, ինքը լինի առաջատարի դիրքում։ Եթե իրան դա չի հաջողվում, ինքը ընկնում է ողբի եւ տառապանքի մեջ։ Եթե հաջողվում է, ինքը ուրեմն փառասերները ինչպիսի կեցվածք են ունենում, մենք բոլորս էլ դա քաջ գիտենք, չէ՞։ Հիմա սիրելիներս, ուրեմն եւ այս տեսանկյունից Վյասադևան ինքը տրանսցենդենտալ գիտելիքի մանրավորումն է, դա գիտելիք է, որը ոչ մի կապ չունի նյութական աշխարհի հետ, եւ բնականաբար իր տեսքն էլ դրա մասին է խոսում, որ ինքը հրաժարված է, ընդհանրապես հրաժարված է նյութական վայելքների այդ խալմաղալից։ Եվ երբ որ ինքը եկավ Հարսիկի մոտ, որպեսզի իրան երեխա պարգևի, հա, հիմա տեսեք, ուրեմն արիական քաղաքակրթության մեջ կա թագուհի, հա, որը իրականում նախատեսված է այդ կրոնի առաջին մասը։ Ինքը այն կրոնի մեջ է ներգրաված, որը հետաքրքրասիրված է նյութական արդյունքներով։ Այսինքն ինքը իհարկե ինքը ոչ թե համաձայն է, ինքը ձգտում է լինել առաքինի, այսինքն որպեսզի նյութական աշխարհը վայելելու հնարավորությունը ձեռք չբերի ինչ որ մեկի տառապանքի հաշվին, հա, բայց ինքը կապված է նյութական աշխարհը վայելելու ուրեմն այդ տրամադրություններին, եւ ինքը թագուհի է, եւ դա նշանակում է, որ ինքը այդ վայելելու հնարավորությունները ունի։ Հասկանում եք։ Եվ երբ որ իր մոտ մտնում է տրանսցենդենտալ գիտելիքը, որը տանում է դեպի հրաժարման առաջի հերթին, հետո նոր Աստծո հետ հանդիպման, չէ՞, ինքը այդ սարսափից, թե ինքը ումից երեխա պիտի ունենա, որովհետև արիական քաղաքակրթության մեջ ազնվորությունները իրենք հասկանում էին, որ եթե իրանք, ասենք, ինչ որ մեկից երեխա են ունենում, չէ, այդ երեխան մոտավորապես ինչ է լինելու, որտեվ ամեն մի ազնվորություն ինքը ինչ որ մի բանի կրող է։ Հասկանում եք։ Հիմա Եվ եթե հիշում եք, Հարսիկը ինքը սարսափից աչքերը փակեց։ Չէ՞։ Եվ երբ որ ինքը աչքերը փակեց, ինքը ունեցավ հոգևոր տեսանկյունից, այսինքն տրանսցենդենտալ գիտելիքի հանդեպ կույր երեխա։ Մյուս Հարսիկը ինքը արդեն տեղյակ էր, որ իսկ իրականում այդ երկու Հարսիկները իրանք մտածում էին, որ մայրը կամ իրանք սկեսուրը ինքը Բիշմային է հրավիրելու, որպեսզի ժառանգությունը շարունակվի, չէ, եւ իրանք դրան էին պատրաստ։ Իսկ Բիշման ինքը արքայական ընտանիքի, հա, ինքը իրականում այդ ընտանիքի իրական ժառանգն էր։ Բայց երբ որ Սատյավացին ինքը դիմեց իրան եւ ասեց, որ ասենք երեխաներ են պետք, որովհետեւ գահը ինքը մնացել է առանց ժառանգների, Բիշման ինքը շատ պարզ պատասխան տվեց, որ կոպիտ ասած, որ դու ինքդ ես նպաստել նրան, որ ես երթում տամ, որ երբեք երեխա չեմ ունենալու, ես երթում եմ տվել, որ ես երեխա չեմ ունենալու, որպեսզի իմ երեխաները չնստեն այն գահին, որին դու ուզում էիր, որ նստեին քո երեխաները։ Եվ ես իմ երթումը չեմ դրժելու։ Ինչպես ուզում ես այդ խնդիրը լուծի, կոպիտ ասած։
հա, եւ այդ ժամանակ է որ Սացավացին ինքը ստիպված գնաց իր այն որդու մոտ, որը տրանսցենդենտալ գիտելիքի մարմնավորումն էր։ Եվ ուրեմն այդ տրանսցենդենտալ գիտելիքի արդեն երկրորդ հարսիկը ինքը տեղյակ էր, որ գալու է ոչ թե բիշբան, այլ վիասադևան։ Իրան ասել էին, որ ինքը հրաժարված է, այսինչ, ոչ մի արդեն այսպես թեորիապես պատրաստ էր։ Եվ դրա համար երբ որ վիասադևան մտավ այդ հարսիկի մոտ, չէ, ինքը աչքերը չփակեց, բայց այդ ինչպես այդ հրաժարվածությունը ինքը ինչ տեսք ունի, այսինքն ինչ պերսպեկտիվա է հրաժարվածի կյանքը, ինքը գույնը գցեց, սփռտնեց։ Հասկանում եք։ Եվ դրա հետևանքով ունեցավ ալբինոս տղա, որը պանդավն էր։ Ինքը այդպես էր, մազերը, ուքերը, ամեն ինչը սպիտակ էր։ Հա, մամաշկը չափից ավել սպիտակ, ալբինոս էլի ոբշեմ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ պանդուն ինքը եղավ հենց այդ հակումով նյութական կրոնականության մեջ վայելքի հանդեպ հակում ունեցող բանականությունը, այն բանականության մարմնավորումն է, որը կրոնականության մեջ գնահատում է զգայական վայելքը։ Հասկանում եք։ Հետագայում ինքը ունեցավ երկու կին, Կունտին եւ Մադրին։ Կունտին ինքը հոգևոր հաջողության մարմնավորումն էր, իսկ Մադրին ինքը վճռակալությունն էր, եւ Պանդուն ինքը ավելի շատ հակված էր դեպի Մադրին, որովհետև Մադրին իրան մեծ քանակությամբ զգայական վայելք էր տալիս։ Հասկանում եք։ Հա։ Եվ ուրեմն ծնվեց այդ ալբինոս Պանդուն, որը հետագայում անեցք ստացավ, որ ինքը երեխա չի կարող ունենա։ Եվ այբ որ ինքը այդ անեցքը ստացավ, եթե հիշում եք, չէ, ուրեմն ինքը կանգնեց փաստի առաջ, իսկ հիմա այսպես էր, իր կույր եղբայրը ինքը իրավունք չուներ լինել արքա։ Եվ դրա համար գահին նստացրեցին Պանդոին, որովհետև արյական քաղաքակրթության մեջ ազնվորությունը, որը ինքը ուներ թերություն, մարմնական կամ բնավորության հետ կապված, չէ, իրան թույլ չէին տալիս, որպեսզի ինքը լինի առաջնորդ։ Առաջնորդը պետք է լիներ բացարձակապես եւ կոպիտ եւ նուրբ մարմինների դաշտում առողջ ազնվորություն։ Այսինքն եւ ֆիզիկական մարմնով պետք է լիներ առողջ եւ հոգեբանությամբ։ Իզրիտարաշտրան եւ այնտեղ թերություն ուներ եւ այնտեղ։ Եվ դա արդեն նշանակում էր, որ ինքը չի կարող գահի վրա նստել։ Դրա համար նստացրեցին Պանդոին։ Պանդուն իր հերթին իրան պահեց այնպես, որ ստացավ անեցք, հա, եւ որպեսի կարողանա ապահովի, որ գահը ինքը ժառանգներ ունենա, օգտվեց, եթե հիշում եք, Կունտի այն բանից Բագասլավենիա այն օրնանքից, որը ինքը ստացել էր Սուրբ Բրահմանից, մի անգամ ինքը նույնպես թագավորի աղջիկ էր, բաներ, թագուհի էր, թագուհի չէ, պրինցեսա։ Ну, в общем, պրինցեսա։ Պրինցեսա բառը կարծում եմ բոլորը հասկանում են, չէ՞։ Ուրեմն եւ ինքը մի անգամ իր հոր պալատ գալիս է մի շատ հզոր բրահման եւ Կունտին ինքը պատշաճ կերպով հարգանք է մատուցում այդ բրահմանին, ծառայում է նրան, ամեն ինչով ապահովում է եւ ուրեմն ճանապարհ դնում։ Եվ բավարարված բրահմանը ինքը օրնում է Կունտին, տալով նրան մանտրա կամ աղոթք, որի միջոցով ինքը կարողանում էր կանչել ուրեմն ցանկացած կիսաստծո։ Եվ Պանդուն, որը ինքը գիտեր այդ ուրեմն բանի մասին, այդ օրնակի մասին, եթե հիշում եք, ինքը պարտադրեց, ինքը խնդրում էր շատ երկար ժամանակ, Կունտին կատեգորիկ հրաժարվում էր, բայց վերջը ինքը ենթարկվեց իր ամուսնու կամքին։
որովհետև պանդուն ինքը պնդում էր, որպեսզի կունծին ինքը կանչի կիսաստվածներին եւ ուրեմն կունծին ինքը եւ կունծին եւ մադրին երեխաներ ունենան կիսաստվածներից։ Սա իրականում, չէ, տեսեք հիմա մենք այսպես պրոստը ասում ենք, անցնում ենք, բայց սա իրականում ինչ-որ չլսված դեպք է, չէ։ Այսինքն կա մարդկությունը, այդ մարդկությունը ինքը մարդկության մեջ կա արիական քաղաքակրթությունը, որի հիմքը կազմում էր Բhagavad Gita-ի տեքստը, որի հիմքը կազմում էր մարդկանց եւ կիսաստվածների կապը։ Եթե մենք ժամանակակից լեզվով ենք խոսում, խոսքը գնում է այլ մոլորակայինի մասին, չէ՞, այո, այդպես էլ էս նկարագրվում է, որ կիսաստվածները իրենք ապրում էին բարձր մոլորակներում։ Ինչու բարձր, որովհետև երբ որ իրանք գալիս էին մեր մոլորակ, հասկանում եք, ուրեմն երբ որ իրանք գալիս էին մեր մոլորակ, ապա այդ հարցադրումների ընթացքում, այդ հանդիպումների ընթացքում կիսաստվածները, արիացիները այդպես էին կոչում, իրանք նկարագրում էին, թե ինչպիսի պայմաններում են ապրում իրանք։ Հասկանում ես։ Եվ այստեղ ինչ էր ստացվում։ Այստեղ ստացվում էր, որ ազնվորությունը ինքը ինֆորմացիա էր ստանում, որ կան ինչ-որ մոլորակներ, որտեղ կյանքի պայմանները ապահովելու համար ճիքեր օգտագործել պետք չի։ Այսինքն իրանք ընդհանրապես ամեն մեկը իր մոլորակի վրա ունի մի հատ այգի։ Այդ այգում կան ցանկություն կատարող ծառեր, կոչվում են կալպավրիքշա։ Հասկանում եք։ Եվ իրանց համար բավական է, որ իրանք մտնեն այդ այգին, կանգնեն որևիցե մի ծառի տակ եւ հայտնեն ցանկություն, թե ինչ են ուզում ունենան։ Եվ այն ինչ որ իրանք ուզում են ունենան, ամիջապես հայտնվում է։ Իսկ մեր միջին մոլորակները իրենք հենված են ճիքերի վրա։ Այսինքն այստեղ, որպեսզի ինչ-որ մի բան ազնվորությունը ինքը կարողանա հայթայթի, ինքը պետք է ուրեմն շատ լուրջ բան անի, ասեք, շատ լուրջ ճիքեր գործադրի։ Եվ սա էր տարբերությունը։ Եվ դրան գումարած կիսաստվածները իրանք ունեին շատ հզոր միստիկական ուժեր։ Եվ արիացիները համոզվում էին դրանում։ Այսինքն օրինակ, տարին մի անգամ արքան ինքը կատարում էր հատուկ զոհագործություն նրա համար, որպեսզի կլոր տարի բերքի համար լինի բարենպաստ բան, ասեք, լինի բարենպաստ պայմաններ, եղանակ։ Եվ այն ժամանակ, երբ որ արիացիների քաղաքակրթությունը մեր մոլորակի վրա գոյություն ուներ, չէ՞, իրենք ընդհանրապես կարիք չունեին այդ բան էլի, այդ սիստեմա առաջենիը, հայրը չգիտեմ, էլի, այդ որ ջուրը մոտիկացնում է դաշտերին, որպեսզի ջրեն, որովհետև նկարագրվում է, որ ամեն ցերեկը արև էր, ամեն գիշեր գալիս էր անձրև, ամեն գիշեր հավաքվում էին ամպերը, գալիս էր անձրև, ցերեկը նորից արև։ Հասկանում եք, այսինքն նույնիսկ մեր մոլորակի վրա այդ կիսաստվածների բանով, հովանավորությամբ շատ թեթևանում էր բանը էլի, կենցաղը ապահովելու process-ը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ բանը, որ իրանք պանդունիկը պնդում էր, որ օգտվիր, պանդուն էլ ինքը կարող էր, ասենք, չգիտեմ, իր եղբայրներից ինչ-որ մեկին դիմեր, որ երեխաներ ունենային, չէ, բայց միևնույն է, չէ։ Ինքը ասեց կիսաստվածները։ Ինչու, որտեղ կիսաստվածները իրենք կրոնականության մեջ հաստատված կենդանիակներ են։ Հասկանում եք, թեկուզ եւ այդ առաջի կրոնականության, բայց իրանք այդ կոպիտ ասած զարգացման տեսանկյունից այդ բուրգի ամենավերևում են կանգնած, չէ՞։ Եվ այդ ժամանակ մենք ստանում ենք այդպիսի իրավիճակ, որ իրականում արիական քաղաքակրթության մեջ վերջի փուլում արքաներ են եղել այլ մոլորակայինները,
որտեվ պանդուները իրանք կիսաստվածների երեխաներ էին։ Յուդհիշթիրան ինքը Դհարմայի տղան էր, Աջունան ինքը ուրեմն դրախտային մոլորակների արքայի տղան էր, չէ, Բհիման ինքը օդի կիսաստծո տղան էր, հա, եւ Դակուլան եւ Սահադևան իրանք Աշվինի կումարների տղաներն էին, որոնք պատասխան են տալիս առողջության համար։ Հասկանում եք։ Եվ սրանք իրականում իրանք շատ կարևոր թեմաներ են, որոնք մենք ձեզ հետ ընթացքում քննարկել ենք եւ ուրեմն պատկերացում ենք կազմել, թե ընդհանրապես այստեղ ինչի մասին է խոսքը։ Հիմա Եվ արդեն նշանակում էր, որ որթե գրված երեխան կամ եթե ամուսինը ինքը ճանաչում էր երեխաներին, ընդունում էր որպես իրանց երեխա, ինքը համարվում էր հայրը։ Եվ ուրեմն պանդուն ինքը դրանով ապահովեց, որ թեկուզ եւ իր սերմից չէր, բայց ավելի բարձր կենդանիակներից էին ծնվել այդ երեխաները, այսինքն կիսաստվածների երեխաներ էին, եւ ուրեմն իրանք արդեն ժառանգելու էին գահը եւ ապահովելու էին իրական կրոնականությունը։ Բայց ստացվեց այնպես, որ պանդուն ինքը խախտեց անեծքի կաղամանը, պահանջը եւ մահացավ։ Իսկ այդ ժամանակ իր տղաները դեռ շատ փոքրիկ էին։ Վիդուրան ինքը ծնվել էր ծառայից, հա, որովհետեւ երբ որ Վյասադևան պետք է գար այն հարսիկի մոտ, որից ինքը նորից պետք է երեխա տար, այդ հարսիկը իմանալով հանդերձ, որ Վյասադևանն է գալու, ուրեմն ինքը այդպիսի բաներ արել, որ փոխել էր շորերը ծառայի, այնպես որպես ոնց որ դա ինքն է, եւ ինքը թողը կոպիտ ասած փախել էր, հա, եւ այդ ծառան, եթե հիշում եք, ինքը ուղղակի հակառակ բանը ցույց տվեց, որ ինքը գնահատեց Վյասադևային, շատ մեծ հարգանքով դիմավորեց նրան, եւ այդ ծառայից Վյասադևան ունեցավ Վիդուրային, որը հենց մահվան կիսաստվածն էր, որը ինքը հենց այդ անեծքն էր ստացել, որ դու ծնվես շուդրայի ընտանիքում, այսինքն ցածր ծնունդ ունենաս։ Եվ դա նշանակում էր, որ ով էլ լինես, միևնույնն է, այսինքն ինքը ծնվեց արքայական ընտանիքում, բայց ոչ արքայական ծագումով, որովհետև ծառայի տղա էր։ Եվ իրավունք չուներ զբաղեցնել ուրեմն բանը գահը։ Հա, եւ այդտեղ, երբ որ պանդուն ինքը մահացավ, արիական քաղաքակրթության վրա նստեց հոգևոր տեսանկյունից կույր Դրիտարաշտրը, որը ինքը ուներ բազմազան որդիներ, որոնցից ամենագլխավորը, այսինքն ավագ որդին Դուրյոդանան էր, որը ինքը բանսարկությունների եւ գժտությունների մարմնավորումն էր։ Երբ որ տղաները իրանք սկսեցին մեծանալ եւ մոտենում էր այն պահը, երբ որ այսինքն Դրիտարաշտրան ինքը նստեց որպես արքա, որպեսի գահը ինքը մնա բան էլի այդ ընտանիքին, չէ, եւ օրենքով պետք է այդպես լիներ, որ երբ որ պանդուները կմեծանային, պանդուները պետք է զբաղեցնեին գահը։ Երբ որ պանդուները իրանք սկսեցին մեծանալ եւ արդեն մոտենում էին այն տարիքին, որ պիտի իրավունք ունենան զբաղեցնել գահը, այդ հոգևոր տեսանկյունից կույրը եւ Դուրյոդանան, որը բանսարկությունների մարմնավորումն էր, իրանք սկսեցին գործողություններ, որպեսզի վնասեն պանդավներին, որ տրոնը ժառանգի Դրիտարաշտրայի որդին, այսինքն որպեսզի կրոնականության առաջնորդը լինի գժտությունների եւ վեճերի մարմնավորումը։
Ուրեմն այս է։ Այստեղ մենք միանգամից կարողանում ենք հենց դա հասկանալ, չէ՞։ Հոգևոր կուրությունը, այսինքն աթեիզմը, ինքը որդեգրում է, սիրում է գժտությունների, որպես պտուղ է տալիս գժտությունների եւ բասարկությունների սկզբունքների, չէ՞։ Եվ եթե կրոնականության գլխին նստած են աստվածամերժերը, այսինքն հոգևոր տեսանկյունից կույր կենդանի էակները, սա են մեզ բացատրում արիացիները, չէ՞։ Եթե դա այդպես է, մենք պետք է կրոնի մեջ տեսնենք գժտություններ եւ բանսարկություններ։ Հիմա մի հատ հայացք գցեք աշխարհում գոյություն ունեցող բոլոր ախտիր, բոլոր կրոնականությունների վրա։ Հասկանում եք։ Չկա, չէ՞։ Այդ բոլոր տեղը կա այս սիմպտոմը։ Կրոնականությունները բաժանված են ինչ-որ մասերի եւ կրոնական մարդիկ իրար մեղմ ասած տանել չեն կարողանում։ Հասկանում եք, սերին։ Հիմա եւ ուրեմն Շուկադեվը Գոսվամին հիմա հիշեց այն իրադարձությունները, որոնց միջոցով Դրիտարաշտրան եւ իր բասարկու որդին փորձ էին կատարում վնասել բանդավներին, չէ՞։ Այսինքն ինքը ասեց, որ այդ իր որդիների ապագան ապահովելու մեղավոր ցանկությունից։ Ինչու Շուկադեվը Գոսվամին ասեց մեղավոր ցանկությունից։ Որովհետև աթեիստները իրենք գտնվում են տգիտության եւ կրքերի գոյավիճակների ազդեցության տակ։ Տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ ազնվորությունները իրենց կապվածությունների եւ անտիպաթիա, էլի ոչ թե թշնամանք, այլ անտիպաթիաների մեջ, չեմ կարող հայերեն բառը հիմա գտնել, էլի այդ անտիպաթիաների մեջ իրենք անարդար են։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք օրինակ, Դրիտարաշտրան ինքը գիտեր, որ իր տղան արատավոր բնություն ունի, իսկ պանդավները մաքուր բան են, էլի, առաքինի անձնավորություններ են, եւ իրականում իրանք որպես անձնավորություններ արժանի են, իրանք պիտի լինեն այդ արիական քաղաքակրթության կայսրեր։ Հասկանում եք, այդ հարցը ինքը չէր քննարկվի, եթե դա ինչ-որ մի հատ էսպես էլի ոչ մի գաղափարախոսություն չունեցող պետություն լիներ, բայց արիական քաղաքակրթությունը ինքը կրոնական էր։ Եվ Դրիտարաշտրան ինքը շատ լավ գիտեր, որ իր տղան ինքը հոգևոր չի, բայց ինքն էլ հոգևոր չէր։ Հասկանում եք։ Եվ այդտեղից սկսվում է այդ երևույթը, երբ որ կրոնականության դաշտը օգտագործվում է անձնական շահերի համար։ Դրիտարաշտրան ձգտում էր, որ իշխանությունը լինի իր որդուն։ Հա, որտեղ միշտ ավելի հաճելի է լինել իշխանավոր, քան ենթակա։ Հասկանում եք, չէ՞։ Եվ արդեն իր համար համ մեկ էր թե ինքը ով էր, համ էլ մեկ էր թե իր տղան ով էր։ Կոնկրետ բախտը այնպես դասավորվեց, որ պանդունիքը մահացավ եւ Դրիտարաշտրանը նստեց իրանք այդ գահին։ Մահը եղավ։ Հիմա ինքը կոնկրետ արդեն այդ գահին է եւ ունի տղա, եւ ինքը ուզում է, որ իր տղան ժառանգի գահը։ Իր համար մեկ է թե իր տղան կայսրության հետ ինչ է անել։ Իր համար կարևորը նա է, որ գահին լինի իր տղան, այսինքն որ ինքը լինի իշխանավոր։ Հա, մենք պետք է հասկանանք, էլի, ասենք աթեիստները իրանք ինչպիսի հոգեբանություն ունեն։ Չէ՞, համենայն դեպս ինչպիսին են այդ հոգեբանությունը նկարագրում արիացիները։ Հասկանում եք, սիրելիներս։ Եվ այս բանով շարունակելով այս հոգեբանությունը, այս իրավիճակը, մենք տեսանք, որ այո,
դրից առաջ դրան ինքը, այսինքն հոգևոր տեսանկյունից կուրության սկզբունքը, որը այդ պահին իշխում էր արիական քաղաքակրթության մեջ, սկսեց տանել այդ քաղաքակրթությունը այն ուղղությամբ, որպեսզի կրոնը դառնա ձևականություն։ Մենք այն ժամանակ ձեզ հետ քննարկեցինք, որ եւ Դրիտարաշ դրան եւ Դուրյոթանան իրենք կրոնականության ծիսակատարությունները եւ եւ իրենք էին կատարում եւ բաշրյալի եւ հովանավորում էին, մի խոսքով ասեմ էլի, եւ հովանավորում էին, որ ուրիշներն էլ ուրեմն կատարեմանան էլի, կատարեն այդ ծիսակատարությունները, բայց ներքուստ կրոնով պիտի ոչ մեկ հոգևոր ճանապարհով պիտի հոգու մաքրագործման process-ով ոչ մեկ պիտի չհետաքրքրվեր։ Ոչ բան չի հիշեցնում։ Տեսեք, ասեք, 5000 տարի առաջ ինչեր են մեզ զգուշացրել արիացիները, որ ինչպես է ընդհանրապես այդ ամեն ինչը լինելու այդ դարաշրջանում, այն ժամանակ, այսպես էր էլի, մենք ձեզ ցույց եք տալիս հիմա, թե ինչ է լինելու ձեր դարաշրջանում։ Հա, սիրելիներ, չէ՞, եւ ուրեմն այդ տեսանկյունից ինչ որ բաներ են տեղի ունենում։ Եվ Դրիտարաշտրանը եւ Դուրյոթանան իրենք բազմիցս փորձեր կատարեցին, այստեղ Շուկադևը Գոսվամին ինքը հատուկ ասեց որբ բառը։ Իրական կրոնականության դաշտում որբությունը ինքը շատ մեծ ուշադրություն է գրավում։ Տեսեք, եթե մենք հիմա վերցնենք մեր, ասենք, դարաշրջանում, ձևականորեն մենք էլ կարող ենք չի ասել, որ ասենք պետությունը ինքը ունի անպայման հաստատություններ, որոնք իրենք նախատեսված են այդ որբ երեխաների համար, Աստված կարող պահի այդպիսի երևույթից, չէ՞։ Եւ ասենք թվում է, որ ամեն ինչը նորմալ է, չէ՞, հաստատությունը կա, հոգ տանողները կան, պետությունը այդտեղ ինչ որ միջոցներ է բանանում, բայց մենք ինքներս ենք, չէ՞, հետո գրքեր գրում, ֆիլմեր նկարում, շատ հաճախ եւ բանանում, թեկուզ իրականից ոչ մեկ ոչ էլ հետաքրքրվում է, թե այնտեղ ինչ է կատարվում, չէ՞, բայց մենք գիտենք, որ որբանոցներում երեխաների կյանքը այնքան էլ քաղցր չի մեր ժամանակներում, եթե մենք ասենք։ Հասկանում եք։ Որովհետև այո, այդպիսին է, Աստվածամերժության դարաշրջանը, ես այդ թեմայով ամենամեծ դասը, գիտեք, երբ եմ քաղել, ուղղակի որպես անձնավորություն։ Ես այդ դասը քաղել եմ Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Պոլիտեխնիկ ինստիտուտում այդ ժամանակ այդտեղ մեծ սպորտզալ կար, եւ այդ ահռելի սպորտզալում գալիս էին օգնություններն էին բերում դարսում։ Ну, չկոնկրետացնեմ անձնավորություններին, հա, երեք շատ այսպես անձնավորություններ կար, որոնք իրենք միջև դա այսպես միջին կյանքով ապրող անձնավորություններ էին, որոնք ինչ որ դիրք ունեին, բայց ինչ որ եսի ինչ հարստություն չունեին։ Եվ մենք իրանց բոլորս գնահատում էինք որպես այդպես էլի լավ մարդիկ։ Եվ կարծում եմ, որ հենց այդ տրամաբանությամբ, երբ որ այդ օգնությունները սկսեցին գալ, այդ օգնությունները բաշխելու բանի հարցերում, իրանք այնտեղ ինչ-որ մի հատ դիրք էին տվել իրանց։ Խոսքը գնում էր երկրաշարժից տուժած մարդկանց մասին, որոնք հայտնվել էին փողոցներում, որոնք կորցրել էին իրանց եւ փողը եւ ոսկեղենը եւ ընտանիքի անդամներին եւ այս ինչը եւ տկլոր մնացել էին փողոցում։ Դեկտեմբեր ամսին։ Անցավ մի որոշ ժամանակ եւ այսպես կամաց այդ տղաների կերպարանքը սովորական հասարակ սովետական միության համար սովորական լավ տղաների կերպարից այսպես վերածվեց նրան ինչ որ հիմա
Ну, շատ հաճախ ենք հանդիպում, այդպես ասենք էլի, անխիղճ մարդու։ Այ որ ինքը կարող էր, ասենք, մտնել այդտեղ, հա, եւ օրինակի համար առանձնացնել այն ամեն ինչը, ինչը որ օգտագործված չէր, ասենք, լավ որակի էր, բարձրակարգ էր, եսի միջեր, կներեք, այստեղ պիտի շատ կոպիտ ասեմ, հա, ինչքան քրճ կա ուղարկեին այնտեղ, ուրեմն այդ բանի զոնա, երկրաշարժի զոնա, հա, եւ ամեն մեկը միանգամից հարստացավ։ Այդ էլի որ երբ որ ազնվորության մեջ այդ հոգևորը չկա, չէ՞, այստեղ շատ կարևոր է որ մենք հասկանանք։ Ազնվորությունը ինքը կարող է լինել առաքինի եւ կարող է լինել հարուստ։ Ես միշտ օրինակներն էլ ունենք, չէ՞, հենց իրանք պանդավներ, իրանք վերջը դարձան արկաներ, չէ՞։ Եվ այդ ամբողջ հարստությունը անցավ իրանց ձեռքը։ Հասկանում եք, բայց այստեղ շատ կարևոր է թե ինչի հաշվին։ Եթե անձնավորությունը ինքը սեփական աշխատանքի հաշվին է դա անում, այսինքն մենք ասում ենք արդար քրտինքով, չէ՞։ Ամեն ինչ նորմալ է։ Ուզում է ինքը կրոնական լինի, ուզում է կրոնական չլինի։ Ինքը ոչ մեկին չի կողոպտե, բայց իր ներսում անձնավորությունը ինքը ով պիտի լինի, որ կարողանա այդ դրա վրայով անցնել, որ այնտեղ ինչ-որ երեխա կա, որը ինքը հիմա փողոցում նստած է, որովհետև իր տունը մի վայրկյանում փլուզվել է, եւ այ դու այդ պահին, երբ որ վերցնում ես այդ պակետը, որը լավ որակի է, այդ լավ որակինը ուղարկում ես, չգիտեմ, բան չանեմ, էլի ուղարկում ես քո տուն, պատկերավոր ասած, հա, եւ մի հատ քրճ վերցնում ես եւ ուղարկում այնտեղ։ Տեղից էլ արդեն տառապանքի մեջ թաղված մարդկանց մոտ։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն մենք տեսնում ենք, էլի, որ երբ որ գիտակցությունը ինքը աթեիստական է, այսինքն էգոիստական է, այդ էգոիզմը ինքը մարդուն կարող է այնպիսի արարքների մղել, չէ՞, որ կարող է մարդը ինքն էլ մեկ զարմանա, որ ինքն էլ զարմանա, երբ որ հայտաբերի, թե ինքը ինչեր կարող էր անել։ Հասկանում եք։ Եվ մենք այդ տեսնում ենք, որ Դրիտարաշտրան եւ Դուրյոթանան իրանք միացան իրար եւ սկսեցին փորձեր կատարել որբ երեխաներին սպանել։ Ու այսպես հետևաբար, հետևողական անում էին դա։ Ինչու հիմա Շուկադևը Գոսվամին դա հիշեցրեց, որովհետև այդ բոլոր իրադարձությունները, երբ որ կատարում էին, վիդուրան էր, որ մայրկունցին զգուշացնում էր։ Մայրկունցին իրանց հարսն էր, չէ՞։ Վիդուրան ինքը գալիս էր, ասում էր, իրանք այնտեղ, օրինակ, այն տորթը չուտեք, որտեվ այդ տորթը թունավորված է լինելու։ Այն տան մեջ չգնաք, չմնաք, որովհետև ձեզ տալու են մի հատ տուն, որը սմալա, ձութ, հա, ձութով բանարած, պարուրված, եւ ինքը ասեց մի հատ լուսկի որ տան մի վայրկյանում վառվելու է, այսինքն ձեզ այնտեղ են տանում, որ կեթանի վառեն։ Հասկանում եք, չէ՞։ Եվ նման բացարկություններ մշտական լինում էր։ Իրանք մշտական փորձեր էին կատարում պանդավներին սպանեն, որպեսզի ու այդպես էլի որ այնպես սպանեն, որ չհասկացվի, որ այդ իրանք են արել։ Որ լինի դեպք պատահեց։ Ոնց որ մեր ժամանակներում էլ է, չէ՞, այդպես որ ասենք, երբ որ մարդը ինքը բան է դառնում, դե երբ որ դա բան է, բռնակալական պետություն է, ապա այո, բռնակալը ինքը ոչ էլ ամաչում է, ինքը ուղղակի վերցնում է, տանում է, կախում է, կամ չգիտեմ, գլխատում է, կամ եսի ինչ է անում, ու վсё, բրծնում են, գնում են, ոչ մեկ իրան չի կարող ասել դու անարդար էիր։ Այդ ոնց որ դա ասեց, տեղում երկրորդ կախածը ինքն է լինելու, չէ՞։ Բայց եթե ինչ-որ օրենքին ստիպված են հետևեն, այդ ժամանակ չեն անում։ Այդ մարդը կամ մեքենայի տակ են գնում, կամ մեկ էլ հանկարծան մահ է լինում։ Մերով գնաց, վсё, ինչ արդարությունով է ընդհանրապես արդարության հարց բարձրացնում։ Ցանկացած բան, որ ասում են, ո՞րն է կարգախոսը աստվածաբեժության դարաշրջանում, չկա մարդը, չկա խնդիր։ Վсё։ Եվ ցանկացած մարդ, որը ինքը բան է, անցանկալի է, 5 րոպեում իր վերջը տալիս են եւ դրանով ամեն ինչ ավարտվում է։
Համաձայն եք։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այդ ամեն ինչը ինքը շատ կարևոր երևույթներ են եւ հիմա շուկադեվոգոսվամեն ինքը դա է հիշացնում, որովհետեւ կամաց պիտի տանի, որ հիշացնի, որ վիդուրաներ, որ թույլ չտվեց, որպեսզի պանդավները մահանան, որտեղ ինքը հասկանում էր, որպեսզի իրական կրոնականության դաշտ լինի, դրա գլխին պիտի կանգնած լինեն այս սկզբունքները, որը որ մարմնավորում էին պանդավները։ Եվ այստեղ պիտի հիշացնեմ, պանդավները մարմնավորում էին Յութիշթիրան, ինքը կրոնականության, բարոյականության կանոնների մարմնավորումներ։ Փիշման, ինքը այն վճռակալության մարմնավորումն էր, որով հոգևոր մարդը պետք է այդպես հերքի իր համար ավելնորդ զգայական վայելքի օբյեկտները։ Այսինքն հոգևոր մարդու համար ագահությունը հաղթահարող այդ ագահությանը դիմադրող վճռականության մարմնավորումներ Փիշման, չէ՞։ Եվ հոգևոր մարդու համար ուրեմն ահավոր կարևոր է մտնել բարոյականության դաշտ։ Հոգևոր մարդու համար ահավոր կարևոր է հեռու մնալ ագահության գծից, ոչ թե բարեկեցության, այլ ագահության։ Այսինքն երբեք չվերցնել այն, ինչը որ արդեն ավելնորդ է քո համար։ Ինչու համար, որովհետև եթե կենթանիակը, եթե ազնվորությունը ինքը անցնում է, վերանցնում է ագահության սահմանը, ինքը դրանով իսկ անմիջապես դառնում է ինչ-որ մեկի աղքատության հիմքը։ Հասկանում եք։ Իսկ եթե դա այդպես է, եթե այդ երևույթը կա, հասարակությունը չի կարող լինել երջանիկ։ Եվ հաջորդ սկզբունքը դա Արգջունան էր, հա, Արգջունան ինքը Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ ընկերականության մարմնավորումն էր, որը եւ ապահովում էր ինքը այդ մարմնավորումներ եւ հոգեվոր հաղթանակի։ Այսինքն երբ որ կենթանիակը ինքը ընկերական, բարյացակամ վերաբերմունք ունի Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ, չէ՞, ինքը դառնում է անհաղթելի։ Եթե ինքը ուղակի մշտական գտնվում է այն մակարդակի վրա, որ ինչ-որ բան է պահանջում Աստծուց, չէ՞, это потребительство, սպառողական վերաբերմունք է Աստծո հանդեպ։ Այնտեղ Աստված ինքը ասում է, ինչքան ճիգ գործադրեցիր կրոնական դաշտում, այդքան էլ կստանաս, խոսակցությունը այդտեղ, это торговля։ Հա, եթե դու արդեն իմ հետ առևտուր ես անում, առևտրի կանոնը սա է, ամեն իր ունի իր գինը, գինը տուր, իրը վերցրու, բրծավ։ Բայց երբ որ ընկերականություն կա, իսկ ինչ է նշանակում ընկերականություն։ Ընկերականություն նշանակում է ես պատրաստ եմ անել քո ցանկությունը, եթե նույնիսկ ես քո հետ համաձայն չեմ։ Հա? Ու դու միշտ կարող ես ինձ հետ կիսվել, թե դու ինչ ես ուզում։ Ու ես էլ միշտ կարող եմ կիսվել քո հետ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն եւ վերջինը դա Նակուլանուսը հանդեպ է, այսինքն դա գիտելիքը եւ հրաժարումը։ Իրանք երկվորյակներ էին, որովհետեւ արիացիները իրենք համարում են, որ իրական գիտելիքը պետք է բերի հրաժարման։ Հրաժարման ոչ թե աղքատության, այլ կապվածության բացակայության։ Թե ինչ է նշանակում կապվածության բացակայություն, մենք ձեզ հետ քննարկում ենք Բհագավադ Գիտայում։ Չէ՞։ Եվ ուրեմն սիրելիներս, չէ՞, այս ամենիչը հիմա վերհիշեց Շուկադեվո Գոսվամին, որպեսզի վերադառնա Վիդուրայի թեմաներին, եւ եթե դուք Պարսի շուբեիք սա, ապա ներող կլինեք, նրանք ովքեր որ նորեն միացել մեզ, հնարավորություն ստացան ուրեմն ծանոթանալ իրադարձությունների հետ, որի հետ կապված արդեն Շուկադեվո Գոսվամին կամաց թեման կզարգացնի, որպեսզի սկսի քննարկել, թե ինչ են զրուցել Վիդուրան եւ Մայտրեյան։ Իսկ այսօր ասկադան։ Ստեսյու ձեզ։